Սիրելիս, Աստված կարող է նենց բաներ են խելքից դուրս, որ չես է պատկերացնում։ Վստահ է Աստծուն։ Որոշում ես կայացել է, գնա Աստծու հետևից։ Լուրջ բան եմ ասում, Աստված նենց բաներ կարա անի, որ ամոթով թողնա մնացած խոսածողներին։ Աստված կարող է հիասթափեցնել քո թշնամիներին։ Սաղմոս 23-ի մեջ որ գրված է, ասում է թշնամիներիս առաջ սեղան ես պատրաստել։ Մեր ուրիշ խոսքերով, Աստված թշնամիներիդ առաջ քեզ պատվելու է ու ամոթով է թողնալու իրաց։ Գիտեք, Պետրոսին ոչ մեկը չէինք նախանձվի։ Չէինք նախանձվի։ Հետաքրքիր է, որ կրակի մոտ ուրացավ Պետրոսը Հիսուսին, Պրոստը ես շատ եմ սիրում այս տեղերը, գիտեմ, որ պատմել եմ էլի, մարդիկ կան, որ շատ անգամ են լսել, պրոստը սրանք ավետարան են, գեղեցիկ տեղերն են, առանց այս պատմությունների ավետարան է, ոնց որ չհասկանա մարդ, երբ որ կրակի մոտ հայտնվավ, երրորդ անգամ երբ որ ուրացավ Հիսուսին, հիշում եք, ասում է եւ ակլորը կանչեց, ասում է դարձավ ու տեսավ Քրիստոսի հայացքը, ինչ ուժեղ էր այս պահը, որ հայացքներով իրար էր հանդիպել, ու Հիսուսը այսպես նայելով իրան, ինքը հիշեց, ամբակորգոր կոռում է, ես, ով որ թողնա, ես չեմ թողնա, բայց ուրացավ երրորդը փոքր երեխա էր, ու մտածում եմ ուղղակի, ասում եմ երևի Պետրոս այս ժամերի ընթացքի, այս օրերի մեջ մտածում ասում էր, ախ Աստված ջան, եթե ժամանակը դու ետ տայր, հայտնվես կրակի մոտ, ես ուրիշ պատասխան կտայի։ Հետ եղել է, որ ասեիր ժամանակը ետ դուր, իմ կյանքից մեջ եղել է։ Որ ասում ես, ախ այ ժամանակը եթե ետ էր տար, այս պահը ես ուրիշ պատասխան կտայի։ Եթե ժամանակը ետ տայր, այս պահը ես ուրիշ որոշում կկայացնեի։ Եթե ժամանակը ետ տանք, այն խաչմերուկի առաջ կագնենք, ես ինձ կգցեին մյուս ճանապարհի վրա։ Ու երևի Պետրոսը այդ էր մտածում։ Մինչև մի օր Ղուկաս ավետարան, ասում է Հիսուսն եկավ, կրակը վառեց, ձուկ էր ժառի տերը, դրած էր քարի վրա, տաք հացը, ասում է Պետրոսին կանչեց, ասեց արի։ Ասում է Պետրոսն եկավ, տեսավ որ դա Հիսուսն է, բայց չէր համարձակվի ասել Հիսուս դու ես, բայց գիտեր որ Հիսուսն է։ Ժամանակը ետ տվեց Աստված։ Բերեց այս նույն միջավայրը սարքեց, կրակը, արդեն ձուկը, հացը, ու սկսեց Պետրոսի հետ խոսալ։ Պետրոս սիրում ես ինձ։ Հա։ Պետրոս սիրում ես ինձ։ Հա։ Պետրոս սիրում ես ինձ։ Տեր, դու գիտես, էլ իմ խոսքերից մի նայ է։ Դրա համար երբ որ արդեն Պետրոսը կանգնավ ընտրության առաջ մահանալու, դա իհարկե Աստվածաշնչի մեջ չկա, պատմությունն է տալիս, որ երբ որ ուզում էին սպանեին ու խաչեին Պետրոսին, գրված է ասում է Պետրոսն ասեց. «Չխաչեք ինձ Քրիստոսի պես, ես արժանի չեմ, գլուխս ներքև արեք, ոտներս վերև»։ Ինչի, որովհետև ժամանակը ետ տվավ Աստված։ Բժշկեց այն ժամանակի մեջ ու ապակայի մեջ ճիշտ որոշում ունեցավ։